Որն է կյանքի իմաստը։ Յուրաքանչյուր մարդ իր առաքելությունն է իրագործում այս երկրի վրա։ Այդպես ստացվում է, որ մենք հավատում ենք ոչ թե Աստծուն, այլ հավատում ենք այդ ջրին, հավատում ենք այդ մոմի լույսին, որը ճրագալույսի ժամանակ դառնում ենք քրիստոնյա կռապաշտ։ Ասեց մարդիկ եկան սկսեցին Աստծուց բաներ խնդրել եւ այլն, Աստված հոգնեց, որոշեց, հեքիաթային ֆոլկլորային է, բայց իրականություն կա մեջը որոշակի։ Աստված որոշեց պահվել նստեղ, որ մարդ իրեն չգտնի։ Ու գիտեք որ պահվեց մարդու սրտում։ Կարող ասենք հաց էստեղ հետևից գալիս է։ Իսկ ես այլ կերպ եմ մտածում։ Ինքը մեզ Աստված նման կենթանի ուղարկել է, որովհետեւ մենք հասկանանք շնորհակալությունը, հավատարմությունը ինչ է։ Ինչ է կարևոր պատարագին մասնակցելը։ Կեղծը միշտ իրականից ավելի լավ փաթեթավորված տեսքով է գալիս։ Ձեր կյանքի իմաստը փնտրեք Աստծո հետ հարաբերության մեջ։ Հաղորդման գործընկեր Լապիոնի ծաղկի սրահ։ Լապիոնիում ծաղիկները պատմում են սիրո պատմություններ։ Ողջույն, այսօր կյանքի ճանապարհին Տեր Շմավոնի հետ ենք։ Հիշեցնեմ, որ առաջին հաղորդումը կյանքի ճանապարհին սկսել ենք հենց Տեր Շմավոնի հետ հարցազրույցով եւ բարեհաջող ընթացք ենք ունեցել։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի, ողջույն ձեզ։ Տեր Շմավոն, ցանկանում եմ, որ այսօր խոսենք կյանքի իմաստի մասին եւ մի շարք այլ կարևոր հարցերի մասին։ Սիրով։ Այ ո՞րն է կյանքի իմաստը։ Կա նախ որոշված ինչ որ իմաստ, որով մարդը որ աշխարհ է գալիս։ Տեսեք, այդ հարցը մենք կարող ենք դիտարկենք տարբեր տեսանկյուններից։ Քրիստոնեական տեսանկյունից, եթե վերցնենք, մարդ երբ որ ծնվում է, ստանում է Աստծոց պատվեր հաճել, բազմանալ, լցնել երկիրը։ Իր կյանքով եւ իր գործերով փառաբանել Աստծուն եւ իր կյանքի որակով արժանանալ հավիտենական կյանքի ժառանգությանը։ Ասել է թե քրիստոնյայի կյանքի իմաստը ապրել այնպես, որպեսզի հետագայում հանդերձյալում այլևս ինքը Աստծո ժառանգորդը հռչակվի։ Նրանք ովքեր որ չունեն եւ չեն կրում Աստծուն իրենց մեջ, իրենց համար կյանքի իմաստը տարբեր բաների մեջ կարող է կայանալ։ Այլևս ցանկացած անհավատի համար։ Կլինի տուն, տներ, կարիերա, չգիտեմ, ոմանց համար ընտանիք, ոմանց համար մեծ գումարներ աշխատել, ոմանց համար, չգիտեմ, հազարումի պաշտոնների եւ կամ դիրքերի կամ ինչ որ գյուտի հասնելուն կամ արձանագրելուն։ Այսինքն եթե մենք տեսնում ենք հստակ ինչ որ մեկ տեսակ եւ կամ համարել կյանքի իմաստ, որովհետեւ մեկը չի կարող ունել, որովհետեւ նախ յուրաքանչյուր մարդ իր առաքելությունն է իրագործում այս երկրի վրա։ Ցանկացած մեկս, ես, դուք, մյուսը առաքելություն, որը որ շատ անգամ կապված չէ եւ կախված չէ մեր կատարած գործից, պաշտոնից, ծառայությունից։ Գուցե մարդ գալիս է լույս աշխարհ, որ ապրելով 30 տարի հանկարծակի ինչ որ միտեղ գտնվելով, ինչ որ մեկին օգնելով իրագործի այն կյանքի իմաստը եւ կամ առաքելությունը, որի համար ինքը ծնվել էր։ Դա արդեն դժվար ընկալելի է եւ դժվար կռահելի։ Բայց նորից եմ ասում, յուրաքանչյուր մարդ, ով կրում է Աստծուն իր մեջ, ունի հստակ մեկ կյանքի ընթացք՝ ապրել, մարդավայել, ունենալ Աստծո բարեհաճությունը եւ բնականաբար ջանալ ժառանգելու աստվածային խոստումը եւ կամ արքայությունը։ Ինչպես հասկանալ դա, ինչպես ընդունել դա, ինչպես գալ այդ եզրահանգմանը։ Շատ պարզ հստակ, պարզապես եթե դու հավատում ես Աստծուն, վերջ այլևս։ Երբ որ դու Աստծուն հավատում ես, քեզ համար արժեքները փոխվում են։ Դու այլ մարդ ես դառնում։ Եթե նույն անձին վերցնենք մինչև հավատքի գալը եւ կամ հավատքից հետո, երբ արդեն ինքը ընդունում է Աստծուն իր մեջ, դրանք տարբեր մարդիկ են։ Եվ խոսքի, եւ հարվեցողության, եւ մտքերի, եւ նպատակների։ Հասկանում եք, ես շատ մարդկանց եմ հանդիպել, որոնք ասում են, ես ժամանակի մտածում որ կյանքի իմաստը լավ տուն ստեղծելը, մեքենա ունենալը, ես մյուսը։ Այդ ամեն ինչ արեցի եւ հասկացա, որ այդ իմաստներին ես հասել եմ։ Բայց իմ գոյությունը
դեռևս արդարացված չէ։ Եվ երբ որ ինքը Աստծուն դարձի եկավ, ինքը հասկացավ, որ այդ ամենը կարող ես 10 անգամ կյանքի իմաստ քեզ համար ստեղծել։ Բայց երբ որ գալիս ես Աստծուն, հասկանում ես, որ կյանքի իմաստը ամենևին դրա մեջ չի։ Իմաստ նաև այն, ինչի համար դու ուզում ես ապրել։ Կյանքի իմաստ նշանակում նաև քո կյանքի իմաստավորումը, այսինքն այն ինչի համար դու գոյություն ունես։ Եթե դու գոյություն ունես մի քանի տոննա ուտելիք ուտելու կյանքիդ ընթացքում եւ պարբելու այդ ամենը, ուրեմն դա է քո կյանքի իմաստը, դու ես դա ընտրել։ Եթե քո կյանքի իմաստը Աստվածային լույսը սփռելն է քո անձի միջոցով, որովհետեւ յուրաքանչյուր քրիստոնյա, երբ որ իր մեջ կրում է Աստծուն, այդ Աստվածային լույսը ինքը կարողանում է սփռել անգամ առանց որևիցե մի խոսք ասելու։ Նշանակում է դու իրական կյանքի իմաստը քո մեջ կրում ես։ Ինձ հետ չեն համաձայնվի նրանք, ովքեր որ ավելի, չգիտեմ, այսպես ասեմ, պրակտիկ կյանքի ներկայացուցիչներ են, որոնք որ հեռու են հավատքից, իրենց համար ռացիոնալ ինչ որ, չգիտեմ, գործեր, լուծումներ եւ այլն եւ այլն։ Ոմանք ինչ որ մի խնդիր ունեն անլուծելի եւ իրենց համար կյանքի իմաստ այդ խնդիրը լուծելն է։ Բայց անգամ երբ որ այդ խնդիրը լուծվում է, մարդի մեջ դատարկություն է զգում։ Լիարժեքության զգացողությունը չկա, երջանկությունը չկա։ Դա նման է, որ մարդիկ ասում են իմ կյանքի իմաստ այս մարդուն հարազատի սպանողից վրեժ լուծելը։ Ստացվում է իր մոտ, վրեժը լուծում է, բայց հասկանում է, որ ոչ մի բան չփոխվեց։ Ինքը ոչ մի բան չստացավ։ Ու շատ հետաքրքիր ֆիլմեր կան, որոնք որ այդ ամենը արտացոլում են։ Բայց հերիք է դու քրիստոնյա դառնաս եւ ամեն մի օրը քեզ համար դառնում է իմաստով լի, ամեն ինչով լի, օգտնված, չգիտեմ, կայացած եւ ամեն մի օր ապրած դու ուրիշ տեսակ ես, որովհետեւ այդ ամեն մի օր ապրած քեզ մեկ քայլ մոտեցնում է իրական կյանքի իմաստին, աստվածային տեսությանը եւ կամ Աստծո նմանությանը եւ կամ Աստծո բնակությանը քո մեջ։ Ասում եք քրիստոնյա դառնալ, հիմա մեզ լսող ցանկացած մեկը, եթե հետևում է հայ առաքելական եկեղեցուն, իրեն համարում է քրիստոնյա, ասի, բայց մենք քրիստոնյա ենք։ Ինչ է նշանակում իրական քրիստոնյա լինել։ Գիտեք, քրիստոնյան միայն պատկանելություն չէ, մկրտությունը եւ դրոշում այդ արարողություններն, որ կատարվում են մարդու վրա, որով այո, ինքը սկսում է պատկանել այդ եկեղեցուն, դառնում է այդ եկեղեցու զավակը եւ հետևորդը եւ նորացին քրիստոնյա, եթե կարելի այդպես ասել, բայց այլևս եթե դրանից հետո ինքը ոչ ման չարեց, քրիստոնյա դառնում է միայն զուտ մկրտությամբ, որը որ ճիշտ չէ, որովհետեւ քրիստոնյա լինել դա նշանակում է ապրել Քրիստոսով եւ Քրիստոսի հետ։ Կարևոր չի դու մեղավոր ես եւ կամ անմեղ։ Կարևորը դու ձգտում ես քո կյանքը փոխել եւ քո կյանքից ներս Քրիստոսին ընդունել։ Այսօր բոլորս կարող ենք ասել, դե հայ ենք, ուրեմն քրիստոնյա ենք։ Անկամ միտում կա, երբ որ մարդն ասում է, դե հայ ես ծնվել, ուրեմն քրիստոնյա ես ծնվել։ Բերելով նույնականացնելով քրիստոնյա եւ հայ լինելը, որը շատ սխալ է։ Որովհետեւ մեկը ազգություն է, մյուսը պատկանելություն։ Եվ երբ որ մարդիկ նաեւ մկրտվում են, ասում են, դե մկրտվեց, դարձավ իսկական հայ, չէ՞։ Չկա տենց բան։ Քրիստոս եւ Քրիստոսով բերած հոգու ազատությունը Պողոս Արաքյալը հրաշել կերպով բացահայտել է Քրիստոսով բերած հոգու ազատության գաղափարը եւ մարդու պատկանելության գաղափարը։ Նա ասում է, որ այլևս չկա խտրություն հրեայի եւ կամ ոչ հրեայի, ազատի կամ անազատի, էքի եւ արվի, կամ տղամարդու կամ կնոջ ասպարական։ Այսինքն Քրիստոսով բոլորը մեկ են։ Եվ եթե մենք գլոբալ քրիստոնեական տեսանկյունից վերցնենք, այլևս քրիստոնյայի լինելու համար կարևոր չէ ազգային պատկանելությունը, բայց մեր հայերի սպարագային, քանի որ մեր եկեղեցին նաև ազգային եկեղեցի է, զուտ հայերի, հայերի համար եւ հայերի կողմից ընդունված, ապա մենք պետք է նաև հստակ հասկանանք, որ այստեղ այս ազգային գաղափարախոսությունը շատ անգամ ընդելուզված է քրիստոնեականին,
պատմության տարբեր ժամանակաշրջաններում, տարբեր հոլովույթներով մենք տեսնենք, որ մեկը մյուսին փրկելով, մեկը մյուսին սատար կանելով կարողացել են որոշակի արդյունքի հասնել։ Եվ այսօր էլ շատ մարդիկ ասում են, մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, պետականություն առաջին անգամ ընդունած ազգն ենք։ Գիտեք, հպարտանալ նախնիների ձեռքբերումներով վատ չէ, ուրախանալ, բայց երբ որ դու միայն դրանով ես զբաղված, és շատ վատ է, եթե դու առաջին քրիստոնյա ազգն ես կամ պետությունն ես, որ ընդունել է քրիստոնեությունը եւ այսօր ամենավերջինն ես այդ ամենի մեջ։ Դա շատ վատ է։ Անցյալը ամենևին քեզ չի արդարացնի, առավել ևս որ դա քո անցյալը չէ, քո նախնյաց անցյալն է, նրանց ձեռքբերումն է, նրանց, չգիտեմ, արժեքն է, արժի համակարգին համապատասխանությունն է, եւ դու այսօր ծնվում ես, ես ուզում ես փորձում ես քո տեղը դիրքը գտնել հասարակության եւ կամ համաշխարհային պետությունների շարքում զուտ միայն գոչելով, որ դու առաջին քրիստոնեապետությունն ես։ Դա շատ հրաշալի գեղեցիկ փայլուն պատմական մի իրողություն էր, իրական, որը որ հայ տեսակը փոխեց, հայ ինքնության մեջ բերեց նորություն, հայոց մշակույթի մեջ բերեց առանձնահատկություն եւ այնուհետեւ այդ մշակույթը համաշխարհային տարբեր մշակույթներում իր տեղը ունեցավ, ազդեցություն ունեցավ։ Համաձայնենք, որ ամբողջ աշխարհին գմբեթը նվիրել է մեր եկեղեցաշինությունը։ Եվ սա ես չէ որ ասում եմ, շատ բոլոր այլ պետություններ քրիստոնեական դա փաստում են եւ շատ ուրիշ բաներ։ Եվ միայն հպարտանալ այդ ամենով, միայն ասել որ այդ ժառանգության համընտան։ Ու առավելևս մսխել այդ ժառանգությունը ճիշտ չէ։ Ես մտածում եմ, որ մարդ պետք է մտածի։ Տեր Մավոն, այդ շատ ճիշտ եք, մենք շատ ենք բղավում այդ մասին, որ առաջին քրիստոնյա ազգն ենք, բայց գնալով ոնց որ ավելի շատ ենք հեռանում քրիստոնեությունից, քրիստոնեական արժեքներից ու չեմ ուզում խոսքս վատատեսական հնչի, բայց սպանությունների քանակը, դաժանությունը, մեկը մեկին արած վատությունը, երբ որ տեսնում ենք ամեն օր լրահոսում, տեսնում ենք այդ չարությունը, որ կա մեկը մյուսի հանդեպ, որ մարդը մյուսին կյանքից զրկելուց մի վայրկյան չի մտածում ու այդ ամենը այնքան շատ է դարձել, որ ժողովրդի աչքին արդեն սովորական է թվում, առօրյա է թվում։ Ինձ մոտ մեկ մտքեր են առաջանում, որ կարող է այս մեր դասն է, սա մեր պատիժն է, որ մենք հետ դառնանք դեպի քրիստոնեություն, որ մենք վերարժևորենք մեր կյանքը։ Տեսեք, միշտ այդ սպանությունները եղել են։ Միշտ։ Անկամ երբ որ մենք նոր քրիստոնյա ազգ դարձանք, երբ որ մկրտվեցինք ազգովի, անցավ տարիներ, եկավ ոսկե դարը, գիր գրականություն ունեցանք, այնուամենայնիվ այդ սպանությունները, ճանապարհի վրա կանգնած ավազակները միշտ էլ եղել են։ Միշտ էլ մարդիկ ինչ-որ բան արել են։ Եվ սա ամենևին քրիստոնեական բարքերի անկումը չէ։ Պարզապես որտեղ որ բարի կա, այնտեղ չարը կա եւ պայքարում է բարու դեմ։ Որքան չարը ավելանում է, այնքան Աստված շնորհ է տալիս մարդուն, որպեսզի այդ չարից ազատագրվի, դա օրինաչափ է։ Պարզապես այսօր այդ ամենը շատ արագ է տարածվում։ Շնորհիվ տեխնոլոգիաների եւ բնականաբար ես չեմ բացառում, որ քրիստոնեության անկումը ինչ որ միտեղ կա, ինքնին դա բնական, որովհետեւ մենք տեսնում ենք, երբ որ ինչ որ մի բան տեղի ունենում, մարդիկ, չգիտեմ, սարսափելի ձևով արձագանքում են։ Հենց բառացի 3 վերադառնում ենք ուխտագնացությունից մեքենայով, ես ու տիկինս ենք եւ ասեց, գիտես ինչի վրա եմ զարմանում, խոսում ենք ինչպես կարելի է այդպիսի դաժան լինել, պատմեց մի, ես չեմ հետևում տենց, ասեց մի բլոգեր կար TikTok-ում, աղջիկ մեր հայաստանցի, ով երկար ժամանակ քաղցկեղով հիվանդ էր։ Եվ ամեն անգամ ինքը չէր հանձնվում եւ փորձում էր փրկվել, ամեն ինչ անում են, որպեսզի ինքը բուժվեր, բոլորը սատարում են, աղոթում են, ասում էին, նա մահացավ վերջի վերջո, այս քանի օրը հենց գրել էին։ Եվ ինչ որ մեկը, երբ որ ինքը եթեր էր դուրս եկել,
ինչ որ մեկ այդ եթերի տակ մեկնաբանությունը գրասել դեռևս չես սատկել։ Տեսեք ինչ աստիճան մարդ կարող է տմարդի լինել, չարացած լինել, չգիտեմ, բացարձակապես իր մեջ չունենալ սրբություն։ Ես ուզում հասկանամ այդ տեսակ մարդիկ ծնողներ կամ զավակներ կամ քույր եղբայր ունեն արդյոք, եւ կամ ունեն ինչպիսին են նրանք տանը։ Եվ միայն մարդկանց նկատմամբ չէ, նաեւ կենդանիների նկատմամբ։ Ես ինքս տանը եւ կատու ունեմ, եւ շուն ունեմ։ Եվ դուրս, երբ որ դրսում տեսնում ենք շուն կատու, դուք չեք պատկերացնում մեր ուրախությունը իրանց ինչ որ մի բան անելու համար ու իրանց ուրախությունը մեզ ինչ որ բանով պատասխանելու։ Նորից երեկվա օրինակը բերենք, գնացել ենք ուխտագնացություն եւ այնտեղ եկեղեցու շրջակայքում մի շուն կար։ Մեծ, լավ հավեսով սիրուն գամփր էր։ Ունեցած այդ նրբերշիկները ինչ որ ունենք տվեցինք։ Նա սպասեց, մեզ հետ խաղաց, սիրեց բոլորին, բոլորի առջև պոչը ճոճեց, վերջում արդեն մութ էր եւ մեքենան չէր բարձրացել, ոտքով էին իջնում հավատացյալները, մոտ մի 15 րոպեվա ճանապարհ էր։ Բոլորի կողքին քայլելով այդ 15 րոպեն այդ մթությամբ բերեց ճանապարհեց, որտեղ ճանապարհի ուրիշներ կա, որ հաչար մյուսներին փախցներ եւ այլ։ Մենք կարող ասենք հաց էս տվե հետևից է գալիս է։ Իսկ ես այլ կերպ եմ մտածում։ Ինքը մեզ Աստված նման կենթանի ուղարկել մեզ, որովհետեւ մենք հասկանանք շնորհակալությունը, հավատարմությունը ինչ է։ Որ միայն շներին չի տվե ստեղծել Աստված, որ մենք իրենց օգտագործենք, իրանք մեր տունը պահպանեն, մյուս շները թմրադեղ գտնեն ինքնաթիռների կամ չգիտեմ օդանավականներում եւ այլն եւ այլն, չէ։ Ամեն մի կենթանի իր գործառույթն է բերելու մեր կյանքում եւ կամ օրինակը դառնալու։ Դուք ասեք շներն են դաժան։ Իրենց վարական ուրիշ իրենց մոտ նաեւ գործում է ոչ թե հոգինալ բնազդ է, որ իրենք պայքարում են սեփական երեխաների, ծագերի եւ կամ տարածքի ապրելակերպի համար եւ դրա համար դաժան են։ Բայց այստեղ որևիցե մի կերպով մենք այդ սպանությունները մենք չենք տեսնում սեփական տարածքի պաշտպանություն, երեխաների կյանքին վտանգ սպառնացող, որի դեպքում դու ստիպված ինքնապաշտպանվելով ինչ որ միտեղ անցնում ես այդ ինքնապաշտպանության չափը եւ այլն մյուսը։ Չէ, այստեղ մենք պարզապես տեսնում ենք դեգրադացված հասարակություն, որի մեջ որից վանել են Քրիստոսի ներկայությունը։ Որտեղ չկա Քրիստոս, Աստծո տեղ չկա։ Նոր մեկը մի հետաքրքիր բան պատմեց, ծանոթնեցս խոսում ենք, ասեց մարդիկ եկան սկսեցին Աստծուց բաներ խնդրել եւ այլն, Աստված հոգնեց, որոշեց, հեքիաթային ֆոլկլորային, բայց իրականություն կա մեջը որոշակի։ Աստված որոշեց պահկվել նստեղ, որ մարդ իրեն չգտնի։ Ու գիտեք որ պահկվեց մարդու սրտում։ Որտեւ երբեք մարդի սրտի մեջ, այսինքն իր խեղճի մեջ չի նայում։ Այդ ամենախորը տեղն է, որ մարդը շատ հազվագյուտ կարող է իրենից ներս նայել, իր խեղճի մեջ, իր սրտի մեջ տեսնել դե ինչ է կատարվում։ Հասկանում եք, երբ որ մենք ամեն առաջինը նայենք մեր սրտից ներս, մեր խեղճից ներս, այնտեղ Աստծուն կտեսնենք։ Իսկ եթե Աստծուն տեսնենք, անհնար է մենք չփոխվենք։ Ես այն շատ բաներ կա։ Հա, մենք բազում կետեր կարող ենք բերել, որոնցով ասենք այսօրվա հասարակության դեգրադացիա անկում է։ Հուսահատություն, չգիտեմ, հույզերի տապալում, եկեղեցու գործոնը, որ լավ չի ծառայում, աղանդավորների գործոնը, որ շատ են, ներազգային այդ խնդիրները, պառակտումները, որ այս փոքրիկ գրեթե 3 միլիոնոց բնակչությանը բսկտում են հատիկ են անում, պատկերացնում եք այս փոքրիկ երկրի համար 60 աղանդավորական կազմակերպություն եւ մոտ այդքան էլ կուսակցությունն էլ, այո, կուսակցություն եւ քաղաքական միավորումներ մի քիչ շատ չեն, որ այս մարդկանց բսկտեն։ Հասկանում եք, չափից ավելի է։ Եվ բնականաբար այս ամենի հանդերձ, այս ամենի ֆոնի վրա տեղի ունենում այն իրողությունը, որոնց մասին մենք խոսեցինք, մարդու քրիստոնյա տեսակի անկում, մարդու բարոյական տեսակի անկում, արժեզրկում, նպատակային ուղղված ուժեր, որոնք որ կարողանում են դրսից հազար ու մի գրանտերի միջոցով խաթարել մեր ազգային հոգևոր տեսակը։ Հասկանում եք, աշխարհում շատ քիչ հին
հինավուրց ժողովուրդներ կան, ովքեր որ միատար են բնակվում իրենց պետության մեջ եւ շատ ավանդապաշտ են եւ միաստու հետևորդ են։ Տեր Շմավոն, բայց եկեղեցին չպետք է նպաստել, որ տեսեք, ասում եք 60 աղանդավորական կազմակերպություն կա։ Եկեղեցին էլ իր մեղավորությունը, եթե այդպես ձևակերպեմ, հա, իր մեղավորությունը չունի, որ հենց ամենասկզբից այդ աղանդավորական կազմակերպությունները կարողացել են հիմնավորվել, այդպես ամուր արմատներ գցել, որ մնացածն էլ եկել ու տեղավորվել են մեր երկրում։ Շատ լավ հարց է։ Հրաշալի։ Երբ որ աղանդավորական կազմակերպությունները սպրդեցին Հայաստան, անկախացումից հետո էր։ Հայ առաքելական եկեղեցին մատերի վրա հաշված հոգևորականներ ուներ։ 1 միլիոնանոց Երևանում ծառայում էին թույլտվեք ասեմ 5, 8, 10 հոգևորական Երևանում մեջ։ Ամբողջ Արարատյան թեմում ավելի քիչ, շրջաններում առավել եւս քիչ։ Եվ այս տարիների ընթացքում բնականաբար ասացված կա, չէ, սուրբ տեղը դատարկ չի մնում։ Եվ եթե դու չես հասնում, դե հասնում նավ ավելի հնարավորությունը շատ ունի։ Դրսից եկող այդ աղանդավորական կազմակերպությունները կարողացան օգտագործելով իրենց քանակությունը, ֆինանսները գրավել այդ տեղը, որտեղ որ դեռևս եկեղեցին չէր կարողացել հասնել, որտեղ եկեղեցիները չկային այդ շրջաններում։ Այն բոլոր գյուղերը, որոնք որ կառուցվել են խորհրդային ժամանակաշրջանի ընթացքում, չունեին եկեղեցի։ Եվ բնականաբար չունեին քահանա, որ կցված լիներ։ Հələ հին շրջաններում, հին գյուղերում այսպես թե այնպես հոգևորականներ կային։ Քիչ, բայց կային։ Այսօր փառք Աստծո, մեր հոգևոր դասի քանակը, բանակը մեծացել է։ Բայց էլի քիչ է, որովհետև մենք պետք է հստակ գիտակցենք, որ բացի քանակից նաև այլ խնդիրներ կան։ Եկեղեցին այսօր մենակ է այդ ամբողջ պայքարի մեջ։ Եկեղեցին միշտ ստանձնել է եւ տարել եւ հաջողությամբ պսակել իր գործը եւ այդ իր գործն ու առաքելությունը առաջին հերթին Աստծո լույսը տարածում է, երկրորդը ազգային, լուսավորչական, կրթական եւ գաղափարական այդ փարոսները փոխանցելը եւ տանելը։ Բոլոր այն ժամանակաշրջաններում, բոլոր այն պատմության հատվածներում, երբ որ պետություն չեղել, եկեղեցին այդ դերը ստանձնել, վերցրել եւ տարել եւ փառքով, պատվով դուրս եկել, որովհետեւ խանգարող հանգամանքները քիչ էին, անգամ, ասենց ասեմ, անգամ այլադավան պետությունները, որոնք որ գրավում էին մեր հայրենիքը, այդ աստիճան չէին խանգարում ներքին ինքնության պահպանման եւ զարգացմանը։ Ցավոք սրտի այսօր շատ պետական ինստիտուտներ կան, որոնք որ պարտավոր են զբաղվել նաեւ այդ նույն աղանդավորների գործունեության վերահսկմամբ, այսպես ասած ժամանակակից բառ ասեմ, մոնիտորինգով, աուդիտով, նրանց ֆինանսների, նրանց մուտքերի, ելքերի գործունեության նպատակի։ Բնականաբար դե նպատակը թղթով միայն ներկայացնում են վերջ, բայց այդ ամենը պետք է նաև դիտարկվի, մշտադիտարկվի եւ բնականաբար այդ պարապուրտը առիթ է տալիս, որպեսզի իրենք կարողանան իրենց գործունեությունը ծավալել, իրենց պարակչային, որովհետեւ ցանկացած միկրոնական կազմակերպություն առաջին հերթին հետախուզական նկատառումներով է սպրտում Հայաստան։ Այդ հանկարծակի բոլորը դարձան բարի եւ քրիստոնյա եւ որոշեցին մեզ 1700-ամյա պետությանը եւ եկեղեցի ունեցող պետությանը քրիստոնեություն տարածել։ Գնացեք Զիմբաբվեում տարածեք տենց ուժեղ քրիստոնյաները կան։ Ընդհանրապես Քրիստոսի մասին չեն լսել, տեղեր կա։ Նոր Պապուա Գվինեա գնացեք։ Իրանց մոտ տարածեք այդ մարդակերների մոտ։ Ինչպես անում էին միջնադարյան ջիզվիտ միսիոներները։ Նրանք չեն գնում մի երկիր, որտեղ կար քրիստոնեություն, նրանք գնում են այնտեղ, որտեղ չկար Քրիստոս։ Եվ եթե դու մտածել ես, որ դու գալիս ես եւ լուսավորիչ դառնալու այս երկրի, որտեղ որ Քրիստոսին երբևիցե չեն տեսել, շփոթվում ես։
Եթե գալիս ես այդ նպատակով, նշանակում է դու աչքը թարթ փակում ես, որ նման բան կա, եւ քո նպատակը այլ է։ Այլևս այլ է։ Տեշմաբոն խորհրդային տարիներին եկեղեցին ճնշվել է։ Եկեղեցին չի կարողացել իր նորմալ գործունեությունը ծավալել, դուք էլ նշեցիք, որ քահանաների թիվը բավականին քիչ է եղել հետխորհրդային շրջանում այ, երբ որ մենք խոսում ենք պետության մասին, մենք ասում ենք, որ դե 30 տարվա պետություն ենք, նորանկախ ենք, պետք է կարողանանք ոտքի կանգնել մեր սխալների վրա սովորել։ Պետության սխալները ներվում են մեր կողմից, բայց եկեղեցու սխալները, եկեղեցու բացթողումները չեն ներվում, ինչու՞։ Մեր հայացքը հառենք դեպի հյուսիս, մեր վիրած բարեկամների մոտ։ Վրաստան։ Նույն ժամանակ անկախացած մի քանի ամիս այս կոմայնքում եւ երբևիցե իրենց եկեղեցուն չդավաճանած եւ իրենց եկեղեցուն չփնված մի ազգ, որից կարող ենք սովորել։ Առաջնայինը դարձավ իրենց համար եկեղեցին եւ իրենց հոգեվորականը։ Հարգանքը հոգեվորականի նկատմամբ, մոտեցումը հոգեվորականի նկատմամբ, քիթ չխոթելը հոգեվորականի անձնական գործերին կոպիտ է հնչում, բայց իրականություն է։ Իրենց միևնույն է, թե իրենց հոգեվորականը ինչպիսին է կյանքում, երբ որ դու գնաս քո բժշկի մոտ, դու արդյոք հետամուտ կլինես ճանաչելու ինքը ինչպիսին է տանը, չէ՞ որ դու գնում ես, որովհետև նա ունի արհեստավարժ իր պրոֆեսիոնալ հմտությունները, ճանաչված բժիշկ լինելու եւ այդ ճանաչումը եկել է ոչ թե որ ինքը շատ լավ մարդ է, այլ պարզապես որ ինքը Աստծուց տրված բժշկելու այդ շնորհ ունի, բժիշկ է Աստծուց։ Հոգեվորականին, երբ որ մարդը մոտենում է, իրենց չպետք է հետաքրքրի անձը։ Մեքենա ունի, ծխում է, չի ծխում, չգիտեմ մեկը մյուսը։ Նա մարդ է, ցանկացած մարդու նման մեղավոր եւ ունակ մեղ գործելու։ Բայց եկեղեցին էլ կազմված լինելով թերի մարդկանցից, թե հավատացյալներից եւ թե հոգեվորականից, իր տեսակի մեջ սուրբ է։ Լսում եք ինչ հետաքրքիր բան է։ Եկեղեցին, որ մարդկանցով եւ հոգեվորականներով է ձևավորվում, սուրբ է։ Հայաստանի առաքելական սուրբ եկեղեցի։ Ինչու՞։ Որովհետեւ այստեղ սուրբ բառը նաեւ պատկանելություն է նշանակում, Աստծուն են պատկանում։ Իսկ Աստված լույսը ծագեցնում է թե արդարների եւ թե մեղավորների վրա հավասարապես։ Երբ որ շոկ է լինում, միայն շոկ սիրողների համար չէ շոկը գալիս։ Մարդիկ ովքեր որ շոկը ատում են, նույնպես այդ շոկի ժամանակ քայլում են եւ հակառակը ձմեռ սիրողների համար չի միայն ձմեռը գալիս։ Գալիս են նրանց համար, ովքեր որ ձմեռը ատում են։ Աստված հավասարաչափ ամեն ինչ տալիս։ Եվ Աստված գիտի, եթե ինչ որ մեկը ինչ որ մի բան է, անում այդ ամենի մասին Աստված տեղյակ է։ Եվ եթե ինչ որ մեկը հասել է ինչ որ մի բարձունքի, առանց Աստծո թույլտվության, առանց աստվածային կամքի դրսևորման, որևէ մեկը որևէ միտեղ չէր կարող հասնել։ Եվ մենք սա պետք է հստակ գիտակցենք եւ հասկանանք, որ եթե եկեղեցին տկար է այսօր, չի հասցնում, եկեք եկեղեցուն օգնենք։ Այս պարագային սպասավորների մասին եմ խոսում։ Եթե եկեղեցին չի հասցնում ինչ որ մի ծրագիր իրականացնել, եկեք օգնենք սատար կանգնենք։ Եվ նաև ուրիշ օգնության ձև էլ կա։ Ամեն կիրակի, երբ որ դու բացակայում ես կիրակնորյա պատարագից, դու մի հոգի ավելացնում ես աղանդավորականների շարքի մեջ։ Եվ այդպես շարունակ։ Եվ դու չես տեսնում այդ մեղքը, որովհետև դու ինքդ անձամբ ոչինչ չես անում, բայց քո բացակայությունը եկեղեցում տալիս է առավելություն աղանդավորական կազմակերպության մեջ։ Սա մենք պետք է հստակ հասկանանք։ Եվ եկեղեցին չհիշենք, զատիկի օրը գնանք լիքմոն վառենք, որ Աստված մեր մեղքերը ների, կամ եթե ափալ-թափալ գնանք եկեղեցի սուբծննդյան ժամանակ, որ ջուր օրտնված տանենք, որ հաջողությունը բացվի մեր, բիզնեսները լավ գնա, այդ միրոնով օրտնված ջուրը բերենք տուն եւ մեր տունը մնացած աղջիկն ուտեղեն փսակվեն,
հղի հարսիկը երեխա բերի կամ սպասում են որ անպայման ունենա, չէ, այդ սպառողական հավատքի մեջ ենք շարունակում գտնվել մեր ժողովուրդը։ Սպառողական հավատք, երբ որ Աստված իրենց պետք է միայն մեկ բանի համար ինչ որ մի խնդրանքի զուտ, ուրիշ ոչ բանի համար։ Բայց այդպես ստացվում է, որ մենք հավատում ենք ոչ թե Աստծուն, այլ հավատում ենք այդ ջրին, հավատում ենք այդ մոմի լույսին, որը ճրագալույսի ժամանակ Դառնում ենք քրիստոնյա կռապաշտ։ Բայց չենք գիտակցում դա։ Ես շուրջ 22 տարի հոգևորական եմ, ու 22 տարի շարունակ չի եղել մի հաղորդում միջև այսինքն միջև 20-ական թվականները գրեթե ամեն շաբաթ նոն-ստոպ այսպես ասած վիճակում մանավանդ տոներից առաջ մի օրվա մեջ 4-5 հաղորդում եմ գնացել, որ այս ամենի մասին չասվի, որ մենք ավելի կարևորություն ենք տալի նյութին, քան թե տոնին, որ մեզ համար նոր տարին ավելի ուժեղ sense բուդ ուտելու օր է, քան թե եկեղեցում գիշերը դիմավորելու, որ Սուրբ Ծնունդը մեզ համար ոչ թե ափալ-թափալ գնալ կոտորելով, մեկը մյուսին հրմշտելով, հայհոյելով ջուր վերցնել տանել տունը, որով այդ ջրի իմաստը որակազրկվում է եւ խորհուրդն է որակազրկվում, այլ այն օրհնությունը, որ ստանում ենք այդ օրը։ Ախր մենք չգիտենք, որ չենք էլ ասում Սուրբ Ծնունդ, մենք ասում ենք զատիկ։ Մեծ զատիկ, փոքր զատիկ, սովորեցնում ես մեկը, դե այդպես ասել եք, էլի այդպես մտել է մեջներից։ Չէ, հանի մեջներից այդ։ Հանեք մեջներից այդ։ Ես հիշում եմ, գիտես, ինչ է, որ շատ անգամ մարդիկ դե այդքան սովորել ենք, չեն կարող բանա փոխենք մեր ձևը, կերպը։ Ուրեմն ճմանում ուսանելու ժամանակ գրափարի դասախոս ունեինք, ով մեզ սովորեցնում էր, որ բառը պետք է ճիշտ արտասանել։ Թե գրափար, թե աշխարհաբար խոսելիս։ Եվ նա ասում է, որ հայոց լեզուն ունի ություն երկնչյունը։ Երբ որ մենք ասում ենք խաղություն, հավիտյան, նման բառեր չկա։ Կա թյուն, կա տյան, հավիտյան եւ խաղություն, թյու, այդ գեղեցիկ հնչյունը։ Եվ երբ որ մենք ասացինք մենք չենք կարող փոխել, էլի, մեր դասախոսին ասենք, պարոն, մենք չենք կարող փոխել, 18-20 տարի գրեթե նույն ձև ենք խոսել, ասեց կարող եք, 70 տարեկան մարդն է կարող, եթե ինքը ցանկություն ունենա։ Դեռևս ճեմանը չավարտած, մենք այլևս այդ ձև չէինք խոսում։ Կային որ չուզեցին փոխել իրենց համար դա ավելի, բայց ինձ համար այսօր ականջը կտրում, ծակում, երբ որ ես լսում հավիտյանս, հավիտենից մանավանդ որ ինչ-որ մեկը փորձում է ասել, եւ կամ խաղություն, երգերի մեջ մանավանդ։ Հələ մի հատ հին ժամանակվա 50-ական թվականի երգերը մեր դասական երգեք, ինչքան գեղեցիկ են ել, բառերի տարրի ճիշտ հնչողությունը։ Մարդը կարող է փոխել իրեն։ Երբ որ ես ասում եմ, ինչի համար այս օրինակը բերեցի, որ կարևոր չի ինչքան ժամանակ դու այդպես ասել ես եւ այդպես մտածել ես։ Եթե դու ցանկություն ունես փոխելու, դու կարողանում ես դա փոխել։ Որովհետեւ խնդիր չկա, բացարձակապես։ Մարդու հնարավորությունները անսահման են, եթե ինքը սկսում է այդ հնարավորությունները կիրառել։ Բայց ցավոք սրտի մարդը բոլոր այդ հնարավորությունները կիրառում է իջարս գործադրելով։ Տեսեք, մի հակադրություն կա, դուք էլ նշեցիք, որ հոգևորականների թիվը քիչ էր հետսովետական տարիներին։ Հիմա էլ ինձ որ շատ չի։ Ամբողջ Հայաստանի համար ամուսնացյալ մոտ 200 քանի 70 կամ 80 կամ լավ 300 հոգևորական ամբողջ Հայաստանի համար։ Այնինչ այդ քանակը միայն Երևանի համար է քիչ թե շատ բավարար։ Ինչու՞, որովհետև ես մի ժամանակ դրա մասին խոսեցի եւ սուր քննադատության արժանացա, գիտեք որտեղից, Ադրբեջանից, երբ որ մի թղթակից իմ ասացի տակ գիտակցելով իմ ասացի ճշմարտացիությունը եւ արդյունավետ լինելուն, ասաց որ տեսեք ինչ մտահղացումներ եւ ինչ նկարտումներ ունեն այս հոգեորականները, որովհետեւ միայն եկեղեցու հոգեորական չպետք է լինի, պետք է մենք ունենանք շրջիկ հոգեորականներ, որոնք որ պետք է շրջեն եւ թաղամասերում կծված լինեն, որպեսզի իրենք կարողանան մարդկանց հետ հանդիպել, զրուցել, բնականաբար իրենց իսկ ցանկությամբ
Եվ դա նույն բանն է այսօր ոնց որ 1 միլիոնից Երևանում դու ունենաս 30 բժիշկ։ Մենք այդքան ենք Երևանում։ Ինչու մարդիկ չեն ցանկանում դառնալ հոգևորական այդ դեպքում, ինչ են հոգևորական։ Դժվար է, հեշտ չէ։ Որովհետև նախ ներքուստ պետք է ցանկություն ունենա մեկ, երկրորդն էլ տեսնելով դժվարությունները շատերը նահանջում են, ընկրկում են։ Ես մեծ հարգանքով եւ խոնարհումով եմ մեր բոլոր այն հոգևորականներին վերաբերում, ովքեր որ խորհրդային ժամանակաշրջանում կարողացան հոգևորական դառնալ։ Այն ժամանակ հետևներից թքում էին, քար էին նետում, ձեռ էին առնում։ Հիմա այդ աշխան հալածանք չկա։ Հիմա ուրիշ տեսակ հալածանքներ գուցե լինեն։ Հարցը դա չի։ Բայց ամեն մի ժամանակաշրջան հոգևորականի համար մեծ դժվարություն է բերում։ Դու երբեք չես կարող Կիրակի օրը տանը լինել։ Երբեք։ Կիրակին դու չես կարող քո ընտանիքի հետ անցկացնել։ Իսկ եթե քո ընտանիքի անդամները ամբողջ շաբաթ աշխատում են եւ միակ օրը Կիրակին է որ հանգստանալու կարող են հանգստանալ միասին լինել, դա քեզ կհաջողի միայն երեկոյան ժամը 6-ից հետո, որովհետեւ Կիրակի օրը ամենազբաղված օրն է քահանայի համար։ Երեխաներս երբ փոքր են ասում են մի անգամ հարց տվեց, ասում պապ, ինչի բոլոր պապաները Կիրակի տունն են, իսկ դու տունը չես։ Դե բացատրեցի, որքանով հասկացան, որքանով չհասկացան, բայց սովորել են արդեն այդ ռեժիմին։ Որ կարող եմ ազատորն էլ տունը չլինել։ Իմ ազատորը 5-7 օր է կամ ուրբաթ։ Եվ ես կարող եմ տանը չլինել։ Եթե կարիք եղավ, իմ այնտեղ գտնվելու, ես այնտեղ եմ լինում։ Շատ դժվար է քահանայի կնոջ գործը, երեց կնոջ այդ ծառայությունը։ Երբ որ անընդհատ քեզ զանգեն, զրուցես, ճաշի ժամանակ, արտասանում գիտեք ինչպես է, ժամը 5-ից հետո քահանան ազատ է, որևիցե մի հոտի անդամ քահանայի բջջային համարը չգիտեն, գիտեն միայն գրասենյակի համարը, իսկ մեզ մոտ այդպես չի։ Բոլոր մեր հավատացյալները մեր համարները ունեն։ Այսօր դու զգաս ինչ-որ մի սարճարան մտնես, ասես ժողովուրդ կարող է ինչ-որ մեկը Տեր Շմավոնի համան ունենա, կամ Տեր Պետրոսի, կամ Տեր Պողոսի, ոնց լինի 10 հոգուց մեկը կունենա, որտեղ ինչ-որ մի ձև շփվել է։ Կարող են զանգել գիշերվա կեսին 11-ին 12-ին քահանան եւ դու լուսացնես զրույցով այդ մարդու հետ, որովհետեւ ինքը չի գտնվում այստեղ, դրսում է եւ ինքը ինքնասպանության շեմին է, ասենք։ Նման դեպքեր շատ են եղել։ Հասկանում եք, եւ դա դժվարությունը շատերին դա նահանջեցնում է։ Երբ որ մենք ընդունվեցինք ճեմարան 16 հոգի էինք 94 թվականին 16 հոգի եւ հավակնությունը չկներեք ընդունվեցինք 16 հոգի, բայց մրցույթը այսպեսին էր։ Ի սկզբանե 10 տեղ էր տրված եւ 160 դիմորդ։ Մեկ տեղի համար 16 հոգի։ Բայց հետո այնպես ստացվեց, որ 16 ընդունվեցինք։ Ավարտեցինք 8-ս, հոգևորական դարձանք 6-ը։ Դա համարը չենք երիկվում։ Նախորդ հարցս, բայց կիսատ մնաց։ Տեսեք, հոգևորականների քանակը քիչ է, մարդիկ այդ պատճառով գնացին եւ անդամագրվեցին տարբեր աղանդավորական կազմակերպությունների։ Ոչ թե հոգևորների քանակությունը քիչ, այդ քանակությունը բերեց անկարողության մարդկանց կողքին լինելու եւ իրենց կողքին եղան նրանք, ովքեր որ եղան։ Այսինքն մենք ունենք այդ հոգևորի պահանջը։ Այո։ Բայց դրա հետ մեկտեղ հենց սպանությունների մասին, քանի որ ես խոսեցի, բոլոր երկրներում են տեղի ունենում։ Միշտ մեր երկրում էլ է տեղի ունեցել, բայց վիճակագրական տվյալներն էլ են ասում, որ շատացել է։ Եթե հաշվենք, որ մեր քանակությամբ տոկոսային առումով այո, շատ է։ Այսինքն մենք ունենք այդ հոգևորի կարիքը, բայց դրա հետ մեկտեղ մենք շատ հեռանում ենք կամ հեռացել ենք այդ հոգևորից։ Այս հակադրությունն եմ ուզում հասկանալ ինչու։ Եթե իմանա ինչու չենք երանա եւ միայն հոգևորի հեռացումը չի, այսօր շատ բան պետության ներսում կախված է մեծ օղակներից, առաջինը պետությունից եւ պատկան մարմիններից
Երկրորդը, եթե մենք կարող ենք համարել այդպեսին եւ այդպեսին է, որպես ազգային կառույց եկեղեցին, եկեղեցուց։ Բնականաբար դպրոցներ, մանկապարտեզներ, բուհեր, ամեն մեկ իր դաստիարակության կերպն ու ոճը ունեն։ Հասկանում եք, ինչպեսին երեխային մեծացրեցիր, այնպեսին կդառնա։ Երբ որ գաք մեր եկեղեցի կամ ցանկացած եկեղեցի, դուք այնտեղ կտեսնեք բազում դպիրներ, երիտասարդ տղաներ, փոքրիկ եւ կամ մեծ, ասենք, այս տարիքից մինչեւ ինձանից բյով։ Ովքեր որ սպասավորում են դպիրները, ովքեր որ սպասավորում են Սուրբ Պատարագի ժամանակ Սուրբ Սեղանին, խորան բարձրանալով, եւ իրենք չեն կարող վատ մարդ լինել։ Երաշխավորված չեն, որ կդառնան վատը, բայց ի սկզբանե տրված է, որ նրանք լավը պիտի լինեն, որովհետեւ իրենք իրենց մեջ կրում են այդ ճշմարտությունը, եթե իրենց ծառայությունը բարի է, եթե նրանց ծառայությունը խապված չէ, եթե նրանք շահի համար չեն եկել, այլ սրտանց կամեցել են ծառայել, այդ տեսակ երեխան չի կարող վատը լինել, մեծանալ վատ մարդ դառնալ։ Երբ որ գաք մեր եկեղեցի կտեսնեք, թե իմ, թե բոլոր մնացած այն եկեղեցու մոտ ես եմ ծառայում, կտեսնեք փոքր երեխաներ, 2-3 տարեկան, ովքեր որ հատակի վրա, գորգի վրա քայլում են, չոչ են անում, պարկում են, իրենց մեքենաներով գալիս են, խաղում են, երբեմն աղմկում են բնականաբար երեխային, որովհետև այդ երեխաները սաղմային վիճակից են գալիս եկեղեցի։ Այս 8 տարի ընթացքում, որ ես եկեղեցում ծառայում եմ քանակերի, ես բազում զույգեր կան, որոնք որ պասակադրեցինք, տեսանք, որ շուտով պիտի մարյանա, երեխայի ծնունդը, այնուհետև 40-ի կարգը, մկրտություն, մեկը մյուս այդ երեխաները մեր աչքի առջև մեծանում են, ոմանք արդեն դպրոցն են ավարտում, ոմանք արդեն, չգիտեմ, եկեղեցու խորանին են ծառայում, իրենց ամեն կիրակին իրենք անցկացնում են եկեղեցում իրենց մայրիկների, հայրիկների հետ։ Ոնց կարող է նման մարդը վատը մեծանալ։ Նշանակում է միայն ու միայն եկեղեցուց չէ, եւ կամ եկեղեցին չէ, որոշ բաների մեջ մեղավորությունը։ Մեր ընտանիքների մեջ այդ մշակույթը ձևավորված չէ, որքան դու բացատրում ես, որքան դու ասում ես, այնուամենայնիվ մարդիկ հակված են մեկ բանի։ Դե մի հատ կիրակի օրը հո չեն գնալու, կիրակին կորցնենք։ Ամբողջ խնդիրն անում է, որ իրենք մտածում են, որ եկեղեցու պատարագի եկած ժամանակահատվածը կորած ժամանակ է։ Ինչ է կարևոր պատարագին մասնակցելը։ Տեսեք, մենք անդադ խոսում ենք, որ ամեն քրիստոնյա ինքը պետք է կիրակի գնա պատարագի մասնակցի, բայց դրա կարևորությունը գուցե չենք հասկանում, գուցե պատարագի իմաստը չենք հասկանում, թեև շատ է խոսվել այդ մասին, դրա համար չենք գնում։ Սկսենք իմաստից, իմաստը շատ հստակ է։ Գրում եք հայ առաքելական եկեղեցու պատարագ, բացատրություն։ Հազարավոր նյութեր, որ մենք հրատարակել ենք, կան ինտերնետում բերում է, բացատրությամբ, թարգմանությամբ, որը որ ես թարգմանություն չեմ համարում, որտեղ մի լեզվից մյուսը չես կարող թարգմանել, հայերենից հայերեն չես թարգմանել, փոխադրում ես գրաբարից հայերեն։ Որ մարդիկ ասում են, չենք հասկանում գրաբար, ասում հայրը մեր հասկանում է ամբողջությամբ, ասում այո, բայց դա էլ է գրաբար։ Սպասում են հասկանան ինչ տեղ պետք է ունենա։ Եթե դիցուկ հասկանալով այնտեղ գրված է։ Գումարած մենք միշտ բացատրում ենք եւ ասում ենք, ինչի եք հաց ուտում, դա ինչքանով է ձեզ կարևոր ձեզ համար, մի կերեք հաց։ Ոնց։ Սովից կմեռնենք, կտկարանանք, մեր մարմինը ենթակա կլինի տարբեր տեսակ հիվանդությունների, կջրազրկվեն, չգիտեմ, ազորում։ Ասի դա մարմնի սնուցման մասին է խոսքը։ Այո։ Ասիսկ պատարագը հոգու սնուցումն է։ Երբ որ դու գնում ես եկեղեցի պատարագի ժամանակ աղոթում ես, լսում ես եւ եթե չես հաղորդվում, էլի զորությունը ստանում ես, եթե հաղորդում ես առավել եւս, երբ որ դու Քրիստոսի մարմինն ու արյունը հացի եւ գինի տեսքով ստանում ես, դու քո հոգուն ես սնունդ տալիս։ Երբ որ մարդուն բացատրում ես, որ դա սնունդ է, եւ դու արհեստականորեն քեզ սովամահ ես անում, եւ միշտ զուգահեռ բացատրում ասում է, հետո դրանից հետո ինչ որ մեկը գալիս է, ձեզ կլանում է, փախցնում է աղանդավորական ինչ որ մի շարժման մեջ, եւ դուք ասում եք, օ հրաշալի այնտեղ։ Այնտեղ հեշտ է։
Այնտեղ հեշտ, այնտեղ ոչ մի չի գուջանք չկա անել, նորից մաս հեշտությամբ գումարած երբ որ մարդը շատ սոված է, իրեն ինչ տան ուտելու կամ ինչ-որ մի բան, որ նման է ուտելու, նա կուտի, ամենևին չանդրադառնալով, որ դա ուտելու չէ։ Ասենք ինչ-որ մեկին կտան երշիկ, որի կիլոն, ասենք դիցու կիլոգրամ արժի 800 դրամ, վրան գրած է մաքուր մսից, այն դեպքում, որ Հայաստանում մսի ինքնարժեքը 3000-ից պակաս չէ։ Բայց ինքը ուտում է, որտեղ սոված է, կարիքն ունի։ Եվ դրանց հետո ինքը միայն դա է համարում իրական ուտեստ։ Շատ փորձեր են արել հերթադարձությամբ տեսած կրնեք, երբ որ մարդու աչքերը փակում են, իրական ապուխտն են դնում հացի վրա եւ ապուխտի հոտը պարունակող էսենցիան կաթացնում նույն հացի վրա եւ մոտեցնում մարդկանց քթերին։ Մարդիկ այդ իրական ապուխտը ասում են, չէ, սա իրական չի, անուշահոտ է, սա իրական ապուխտ է, երբ որ բացում են աչքերը զարմանում, ինչու, որովհետեւ կեղծը միշտ իրականից ավելի լավ փաթեթավորված տեսքով է գալիս, ավելի ճոխ տեսքով, որպեսզի կարողանա գրավի։ Մենք այսօր այդ կեղծի հետևից ենք գնում, գեղեցիկ փաթեթավորված քրիստոնեության հետևից ենք գնում, գեղեցիկ փաթեթավորված ազատությունն ենք վայելում, հազարով մի տեսակ օտարամոլի տոներ, մյուսներ։ Իրականը մեր դուրը չի գալու, որովհետև շողշողուն չէ, փալյուն չէ, անուշոտ չի գալիս եւ ասեմ ավելին խնդիրներով լի է, լուրջ է եւ այլն։ Տաշմավան օրինակ բերեցիք վրաց եկեղեցին, վստահ եմ, որ ժողովրդինն է, վստահ եմ, որ բոլոր եկեղեցիներում կան հոգևորականներ, որոնք չեն համապատասխանում իրենց ժողովրդի պատկերացումներին, որոնք ունեն մեղքեր, որովհետև իրենք էլ մարդ են։ Բայց հիմա մեզ լսողներից շատերը գուցե ասեն, եթե դուք պատրաստ չեք հավատարիմ լինել այն խոստմանը, այն հավատքին, որ այն կանոններին, այն ուսմունքին, որ դուք եք տարածում, ինչու եք այդ ճանապարհը բռնել։ Ինձ թվում է հենց դա է պատճառը հիմնականում, որ մեր ժողովուրդը շատ է մեղադրում հոգևորականներին, իհարկե բոլորս էլ լավ հասկանում ենք, որ դուք էլ մեզ նման մարդ եք, ու ձեզ տրվել են ադամական մեղքը նույնքան, ինչքան որ մեզանից յուրաքանչյուրին։ Մենք այսօր ունենք մեր իրականության մեջ հազարավոր զույգեր, ովքեր որ ամուսնալուծվել են։ Ինչու հարց չենք տալ, եթե չէիք կարող իրար հետ ապրել, ինչի ամուսնացաք։ Բայց չամուսնանայիք։ Եթե պետք է բաժանվեիք, վստահ չէիք ձեր ընտրության վրա, չէ որ դուք խոստում էիք տվել։ Դու ես իմ կյանքի միակը, արևը։ Մի հատ նայեք ձեր հին սոցցանցի գրառումները, ձեր նկարած վիդեոները, լուսանկարները, բա ինչի ամուսնացաք։ Եվ կամ ուրիշ պարագային, ինչու սենց, ինչու նենց։ Չեք տեսնում, որ մարդը չի կարող իր ամբողջ կյանքը կանխորոշել եւ կամ կանխզգալ եւ կառուցել, որովհետեւ ինքը չգիտի արժեվում ինչ կա, ինչ գայթակղություններ, ինչ կան խնդիրներ կան, ինչ կարող է տեղի ունենալ։ Եթե այդպես լիներ, Աստված ընդհանրապես թույլ չէր տա, որ որևիցե մեկը մեղավոր մարդ դառնար հոգևորական, հրեշտակներն կդներ անողոքաբար մի հատ մեղ գործեր, հրեսրով սենց գլուխը թռցներ վրից հետ, որտեղ մեղքի վարձը մահն է։ Եվ կամ այդ որ հասարակությունը փորձում է քննադատել հոգևորականին։ Այդ հասարակության անդամները անմեղ են։ Հələ մի հատ բացենք ավետարանը, բերեցին բացահայտ շնության մեջ բռնված կնոջը եւ ասեցին Մովսեսը օրենքով պատվիրել է, որ իրան պետք է քարկոծենք։ Հիմա ինչ անենք։ Բնականաբար մենք փորձում ենք Քրիստոսին բռնացնել, այսպես ասած, խոսքի վրա։ Առաջինը թող քարնետին, հա, ով անմեղ է։ Եկեք ստեղից սկսենք։ Ինչն է քեզ դրդում, որպեսզի դու գնաս դիմացինի մեղքը տեսնես։ Գուցե ցանկությունը սեփական մեղքը թաքցնելու։ Սեփական հանցանքը քողարկելու համար
որ որևիցե մեկը քո հանցանքը չտեսնի, քո մեղքը չտեսնի, դա է դրդում քեզ, որ դու խոսես դիմացինից։ Կարևոր չի թե հոգևորական թե ոչ, բացարձակապես։ Կտորում է երկինքը գեշեցի։ Ասում է, ցքե անոր, ցքե, այսօր եկուց կիմանամ, որ ես էլ քուզի հետ այն դունը եկած եմ։ Եվ ասեց, իմին գինն է, իմին հրեշտակն է ինքը։ Եվ ինչ ասեց, մեղք է, հրեշտակին ասել է մեղք է կա, մատ հավեսով ապտակ տվեց խեղճ խարությունին։ Ու դրանց հետո բացահայտվեց շատերը, որ գնացել են տունը գիշերը, չէ։ Եվ ինչ են անում մարդիկ, որպեսզի թաքցնեն իրենց այնտեղ գնալը, ուզում են որպեսզի դիմացինը ավելի վատ վիճակում լիներ։ Ինչ արեց այդ դերասանը, որպեսզի թաքցնի իրեն գնալը, ինքը սկսեց մեղադել հրապարակավ, որ անհարակին տուն ատալի մեղք է դա մեղք է, հերիք չի տարել է մի հատ հրեշտակ իր անունը կոչվում։ Մարդու անունը տենց էր Անժել։ Այսօր մենք այդ գտորման երկինքի մեջ ենք։ Բոլորը տարբեր sense մեղքեր գործել են, եւ որպեսզի քոհարկեն իրենց մեղքը ինչ են անում, սկսում են ուրիշների մեղքը գտնել եւ հանրայնացնել։ Ամենուրեք դա այդպես, մենակ Հայաստանում չի։ Ով ասեց, որ ես արժանի եմ, որ դարձել եմ հոգևորական։ Ես Աստծո ողորմության համաձայն եմ դարձել։ Ով ասեց, որ ես անմեղ եմ եւ մեղքեր չունեմ։ Հազարում սխալներ եւ մեղքեր ես ինքս եմ գործում։ Այսօր մի հատ խացանման մեջ մի երկու ժամ կանգնես, դժոխքի արժանի մարդ կդառնաս, ինքան տարբեր բաներ կմտածես կամ կասես։ Հասկանում եք, ամենևին նորից եմ ասում, ամենևին այդ անմեղությունը չի կարելի բերել առաջ։ Խմորեղեն սարքողը պարտադիր չի, որ խմորեղեն սիրի։ Նա կարող է շատ գեղեցիկ այդ խմորեղենը քեզ տա եւ դու վայելես։ Շատ խնդիրներ այո կան մեզ մոտ, աշխարհիկների մոտ, պաշտոնյաների մոտ։ Ով է դա մերժում։ Ես առաջին իսկ օրվանից, երբ որ եկել եմ ծառայության եկեղեցի, ձեռնադրած որպես քահանա, ոցվեց քահանա, ես միշտ ասել եմ, երբևիցե չփորձեք քահանային ինչ որ մի բարձունքի բարձրացնել, որ ինքը ամպոտ է, ինչպես առաջ է ուսուցիչներ զուգան չեն գնում տարբերակով։ Ինքը ամպոտ է, ինքը անմեղ պետք է լինի, ոտքերի տակ ամպեր կան քահանայի։ Հետո մի օր հանգարցեք այդ քահանան որ փռշտա, եւ դուք տեսնեք, որ ինքը նույն ձեր նման մարդ է։ Այդ վերևից անգնելը քահանայի համար այդքան ցավալի չի լինի, ինչքան ձեզ համար, ձեր կուրքերի եւ ձեր սպասումների փլուզումը դա կլինի։ Եվ այսօր դա է տեղի ունենում։ Այո, քահանան ունի իշխանություն իր ծառայության մեջ կատարելու։ Քահանան ունի աստվածային հրաման, իր կոչմանը համահունչ, օծում, որը որ տալիս իրան որոշակի իրավունքներ հոգևոր աշխարհում, բայց ամենևին դա չի վերացնում նրա մեղավոր մարդ լինելու պարագան։ Ինքը շարունակում է նույն մեղավոր մարդը մնալ, շարունակում է, ձգտելով, իմանալով ճշմարտությունը ավելի հեռու գնալ, բայց այնուամենայնիվ մեղավոր։ Չմոռանանք Պետրոս Առաքյալը ինչ ասում է, եւ չարը նման է մռնչացող առյուծի, ով շրջում է մեր մեջ, պատրաստ լինելու կլանելու նրան, ով մի պահ հապաղեց, չգիտեմ։ Այսինքն չարի ներկայությունը ինչու եք բացառում։ Չարի կողմից դրած թակարդները ինչու եք բացառում։ Փորձառու սակրավորները այնուամենայնիվ ինչ որ մի սխալվում են, չէ՞։ Եվ այդ սխալում իրենց համար ճակատագրական դառնում։ Որ իրենք ամբողջ իրենց կյանքը դրանով են զբաղվել։ Չհամապատասխանում, բայց նման ինչ որ միտեղ փորձառու աղավես երկու ոտքով է թակարդ ընկնում։ Այսինքն, տեսեք, ամեն տեղ այդ սխալվելու հնարավորությունը կա, ոչ հնարավորություն, այլ դա անխուսափելի, հա, այդ բառն եմ ասած, անխուսափելի է։ Արդեն իսկ որ մարդ ես դու սխալվում ես։ Գուցե դու շտկում ես քեզ, քո նկարագիրը եւ
ավելի քիչ է սխալվում, քան թե ուրիշները, դա անկալելի է, այո։ Մենք փորձում ենք, շտկում ենք, ավելի քիչ ենք սխալվում, փորձում ենք ավելի քիչ սխալվել, բայց այնուամենայնիվ դու մնում ես մարդ։ Տեր Շմավոն, քանի որ սկսեցինք զրույցը կյանքի իմաստից, շատ հաճախ մարդիկ գնում են վերջ են դնում իրենց կյանքին հենց այդ իմաստը չգտնելու պատճառով եւ ինչ խորհուրդ կտաք դուք այն մարդկանց, որոնք այս պահին չեն գտնում իրենց կյանքի իմաստը, մտածում են, որ կյանքն այլևս չունի իմաստ։ Որովհետեւ նման մարդիկ իրենց կյանքի իմաստը ժամանակին գտել են ինչ որ մի բանի, անձի կամ իրի եւ կամ գործողության կամ վիճակի հետ եւ այսօր այդ ամենը չկա եւ իրենք համարում որ կյանքի իմաստ չկա, ոչ։ Ձեր կյանքի իմաստը փնտրեք Աստծո հետ հարաբերության մեջ։ Թե ինչպես կգտնեք այդ հարաբերությունը, ինչպես կկառուցեք, դա դուք եք դրա տերը։ Քրիստոնյայի նրան, ով դավանում է Քրիստոսին որպես մարմնով եկած փրկիչ, նրան գտնելով հանդերձ դու նաև ստանում ես կյանքդ ապրելու իմաստ։ Իմաստ ինչի համար ապրես։ Եվ այդ իմաստի մեջ շատ բաներ կա։ Մի անգամ շատ ցավալի դեպքի ականատես եղա, փոքրիկ երեխա էր մահացել հիվանդության պատճառով, որը որ մինուճար ներև այլևս ծնողները չէին կարող ունենալ, որտեղ այդ նրա ծնունդը խնդիրներ առաջացրել մայրիկի մոտ եւ այլևս որևիցե կերպով նրանք ունակ չէին լինի երեխա ունենալու։ Եվ այդ կին ասում էր, «Էլ ինչ իմաստ ունի կյանքս ապրելու համար, որ կողքս չի եւ այլն եւ այլն»։ Ասի կա կյանքում իմաստ, որ պիտի ապրես։ Բա ո՞րն է։ Ասի նա, որպեսզի դու կարողանաս արժանանաս քո երեխայի տեսությանը։ Ես իմ վրա ձեռք եմ դնելու, ես գնալու եմ ինձ գցեմ բալկոնից, ասի կարող ես։ Բայց մեկ ընդմիշտ կկորցնես երեխայիդ հետ տեսակցելու հնարավորությունը Աստծո արքայության մեջ։ Երկար զրույց տվեց, ծանր, դժվար, հուզումնալի զրույց տեղ ունեցավ, բայց վերջում մարդը հասկացավ, որ եթե ինքը շարունակի որպես քրիստոնյա, լավ քրիստոնյա ապրել, ինքը ունի հնարավորություն տեսնելու իր բալիկին, իր ծնողին, որտեղ այդ հնարավորությունը մենք էլ ունենք։ Այդ բաժանումը ժամանակավոր է մահը։ Եվ մահվանից հետո մեզ թվում է մեր ամեն ինչի իմաստը կորավ, ծնողս չկա, միակ կինս կողքից չէ, միակ ամուսինս չկա։ 5000 ընտանիք ողբնում, որ իրենց միակ զավակը եւ կմպարտիզապես զավակներից մեկը չկա։ Եվ այդպիսին իմ քերուս ընտանիքը, քերուս տղայի ընտանիքը։ Բայց երբ որ մի անգամ հարցեցին, ո՞նց վերականգնվեցիք այդ վիճակից, երբ որ ձեր զավակը զոհվեց պատերազմի ժամանակ։ Շատ հստակ։ Իրենք գիտեն, որ ինքը ապրում է, հոգին անմահ է։ Իրենք հավատում են երկրորդ գալուստին, հավատում են հարությանը եւ հավատում են, որ իրենք իրենց հերթին էլ իրենց աշխարհից հեռանալով այնտեղ տեսնելու են։ Իմաստ չի դառնում կյանքի։ Սա չէ արդյոք կյանքի իմաստը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Սիրով։ Հիշեցնեմ այսօր կյանքի ճանապարհին Տեր Շմավոնի հետ էինք, բաժանորդագրվեք եւ մեկնաբանություններում նշեք, թե ելում կցանկանաք տեսնել իմ եւ ձեր կյանքի ճանապարհին։ Հաղորդումը նկարահանվում է Beer Academy-ում։